Մենք ոնց ենք այս ամեն ինչը ապահովելու, էլի կներեք այսքան։ Արձագանք Շնորհակալություն։ Լիլիթ Ստեփանյան, դահլիճում չէ, Սեյրան Օհանյան։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան։ Հարցս վերաբերում է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, ինչու, որովհետև ես Հանրապետության գլխավոր դատախազին այդ հարցը տվեցի, այնպես էլ եւ պատերազմից հետո։ Քանի որ ինչպես գիտեք, պատերազմում են ոչ միայն բանակները, այլ պատերազմում են պետությունները եւ պետության ռազմաքաղաքական ղեկավարության ճիշտ կառավարումից է կախված, թե ինչպիսի հաջողություն պետությունը կարող է ունենալ։ Քաղաքական ղեկավարության գործունեությունից է կախված, թե ինչպես սկսել պատերազմը, ինչ ինտենսիվությամբ պատերազմը վարել, ինչպես մոբիլիզացնել ամբողջ ժողովրդին եւ ինչ պայմաններում համաձայնել հաշտության, ինչպիսի դաշնակիցներ ձեռք բերել եւ ինչպիսի հարաբերություններ ունենալ։ Մեր ունեցած տեղեկությամբ քրեական գործերի մեծ մասը վերաբերում է բանակին։ Բանակները միայնակ չեն ղեկավարվում։ Դրա համար իմ հարցս ավելի կոնկրետ, քրեական գործի քանիսը կամ քանի տոկոսն են վերաբերվում բանակին եւ քանի տոկոսը ոչ միայն բանակին, այլ տարբեր ոլորտներին եւ տարբեր ոլորտների ղեկավարներից, հատկապես ռազմաքաղաքական ղեկավարությունից, որոնք են տարբեր քրեական գործերի շրջանակներում հարցաքննվել։ Սա այնպիսի հարց է, որ մտահոգում է մեր հանրությանը եւ կարծում եմ, որ 44-օրյա պատերազմի հնչեղությունը ոչ ավելի քիչ պակաս է, քան առօրյայում տարբեր ոլորտներում տեղի ունեցած խախտումները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Օհանյան։ Ես նշեմ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մենք ունենք բազմաթիվ քրեական վարույթներ հարուցված տարբեր հանցատեսակներով, սկսած անփութություն, պաշտոնական լիազորություններն անցնել, պաշտոնական դիրքը չարաշահել, դասալքության, բազմաթիվ հրաման չկատարել, բազմաթիվ հանցատեսակներով վարույթներ ունենք հարուցված եւ այդ վարույթները մենք հիմնականում բաժանել ենք մի քանի ուղղությունների, այսինքն սկսած Բարսաշճան սպաներից, ովքեր որ ղեկավարել են այդ հիմնական ուղղությունները, վերջացրած այն զինվորով, մենք յուրաքանչյուրի գործողությունները հետևանքի տեսանկյունից, վրահասման տեսանկյունից գնահատել ենք։ Դուք տեղյակ եք, որ մենք արդեն իսկ որոշակի քրեական վարույթներ ունենք, որ առանձին ուղղություններով Բարսաշճան սպաների եւ հրամանատարների կողմից կատարված հանցանքները առերևույթ մենք հաստատել ենք եւ հենց այդ անգործությունը կամ գործողությունն է ըստ մեր գնահատման բերեր տվյալ ուղղությամբ ձախողման կամ հարցաղողական կամ պաշտպանողական ուղիղ մենք ունենք մեղադրանքներ, այս վերջերս նաև այս տարի մեղադրական եզրակացությամբ ուղարկեցինք նաև մեկ ուղղության վերաբերյալ քրեական վարույթը, որ մեր գնահատմամբ, վարույթ իրականացնող մարմնի գնահատմամբ տվյալ Բարսաշճան զինվորականի գործողությունների արդյունքում ոչ միայն ձախողվել է հարձակումը, այլև հետագայում ամբողջ պաշտպանական շղթան մի ուղղությամբ ձախողվել է եւ ունենք կոնկրետ հետևանքներ։ Ես ուղղությամբ ունենք բավարար թվով ապացույցներ եւ եթե ձեզ ուղղակի sense գործի վերաբերյալ առանձին բանոյան չեմ կարող մանրամասնել տրամադրեմ, բայց մենք արդեն իսկ մեծամասնությամբ բարձած հանգամանքներ ունենք եւ ունենք առանձին ուղղություններ, մենք սա պետք է դիտարկենք համակարգային, սկսած առանձին ուղղություններով, սկսած առանձին ըստ էության իրենց գործողություններով, նույնիսկ պատերազմի արդյունքի վրա իմ կարծիքով մենք ունենք նաև մեծ քրեական վարույթներ, որոնք որ հիմա դատարան ենք ուղարկել, օրինակ դավաճանության դեպքեր ունենք, առանձին վերցրած պետական դավաճանության վերաբերյալ քրեական վարույթներ ունենք։ Հիմա մենք պետք է գնահատենք վերջնաարդյունքում, թե որքանով է պետական դավաճանությունը տվյալ անձի կողմից կատարած արարքը ազդել կոնկրետ ուղղության վրա հետևանքի առումով։ Եվ ունենք տվյալներ, հիմա ես չեմ ուզում գաղտնիության, քանի որ այդ քրեական վարույթների մեծամասամբ քրեական վարույթները գաղտնի ռեժիմով են քննվում, ես չեմ ուզում փակագծերը բացեմ եւ դատարանում դռնփակ նիստով են իրականացնում, մենք առաջիկայում, երբ որ արդեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր ունեն, հնարավորություն կստանանք նաեւ այս առումով գնահատել, թե որքանով են այդ անձանց գործողությունները նաեւ պատերազմի արդյունքի վրա ազդել։ Մենք գիտենք, որ իհարկե քրեական վարույթներ ունենք, որոնք որ վերաբերում են նախկինում ձեռք բերված
սպառազինության հետ կապված, այս առումով էլ քրեական վարույթներ ունեն։ Պարոն Օհանյան, դա բազմաշերտ հարցադրում է։ Ես հիմա անկեղծ պատրաստ չեմ հիմա կոնկրետ ձեզ հստակ ասեմ, թե օրինակ այս հրամանատարի կներեք ժամանակը սպառվել է։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան։ Ես հասկանում եմ, որ դուք նոր եք այդ պաշտոնի նշանակված եւ կարող է ամբողջությամբ չտիրապետեք, բայց հաշվի առնելով ձեր փորձը նաեւ դատաիրավական համակարգում գործունեության, պետք է տիրապետեիք եւ նաեւ իմ հարցի էությունը կայանում է նրանում, բացի բանակից։ Մեր իշխանության բոլոր թևերը, օրենսդիրը, գործադիրը եւ նաեւ դատական իշխանության թևերը բոլորը պատասխանատու են պատերազմում իրենց արժեվ դրված խնդիրներն իրականացնելու համար։ Այդ տեսեք, դուք նորից ես հարցը տվեցի, բայց դուք նորից ասեցիք բարձրաստիճան սպաներ, ուղղություններ, զինվորներ, սպայից մինչև զինվոր։ Այս պետությունը ղեկավար ունի, թե չէ։ Այդ ղեկավարությունը իր դերակատարությունն ունեցել է, թե չէ։ Ռազմաքաղաքական որոշումների, բանակին թիկուն կանգնելու, մոբիլիզացիա անելու ի վերջո տեղի հրամանատարները ոչ մեկը մեղավոր չի, որ ինչ որ միտեղ մխրճում է եղել։ Մեղավորը այնա, որ ռազմական գործողությունների թատերաբեմը հասկանում է եւ պետքա տանի այդ ուղղությամբ համապատասխան ավարտում եմ, պարոն Ռուբինյան, համապատասխան այսպես միջոցներ ձեռնարկի։ Միայն շեշտադրումը բանակի վրա անընդունելի է։ Օրինակ երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանը որևիցե մի գործով հարցակնվելա, թե չէ, առանց վիրավորելու, առանց որևիցե մի բան։ Երկրի ղեկավարն է ինքը եղել։ Շնորհակալություն։ Պարոն Օհանյան, ես ճիշտ ասեմ, չէ, դուք քաղաքական հայտարարություններ եք անում, բայց ես մի հատ sense իրավիճակ ասեմ։ Դուք ասում եք ինչի եք օրինակ անդադ բարձրաստիճան սպաների, զինվորականների մասով, չէ։ Բայց երբ որ գործի անունը չմատնանշեմ, սուբյեկտը չմատնանշեմ, պարոն Օհանյան, երբ որ օրինակ, չգիտեմ, ստրատեգիական ինչ-որ դիրքի եւ այլի հետ կապված ունես համապատասխան բավարար միջոցներ, սպառազինություն, անձնակազմի թվաքանակ, քեզ զգուշացնում են հրամանատարություն, որ այս դիրքը օրինակ չի կարելի զիջել, պետք է համալրվեն, հակառակ պայմաններում ստիպված ես լինելու օրինակ նահանջես, եւ դու չես անում ոչինչ։ Ես չեմ հասկանում, այդտեղ օրինակ քնիչը, որ արզում է այս գործողությունները, քնիչը ինչ պետք է գնահատի։ Այսինքն այդ ուղղությամբ հրամանատարի արարքին է, չէ՞ գնահատական։ Այսինքն այստեղ ունեցել ես բավարար թվով անձնակազմ, սպառազինություն, հետևանքները կանխատեսել են, քեզ ուղիղ ասել են, եւ դու քունն ես պնդել ու հետևանքը վրա է հասել։ Հաջորդը։ Երբ որ օրինակ, չգիտեմ, գործողությունների արդյունքում այս դիրքը ըստ էության չեն զբաղեցնում։ Հակառակն եմ ասում։ Հիմա ում արարքին պետք է գնահատական տանք։ Պարոն Օհանյան, դրա համար ես հիմա ասես դրվագային առանձին ասեցի, բայց գլոբալ առումով մենք վերլուծում ենք, թե նաև մյուս այլ գործոնները որքանով են նպաստել երկրի վրա։ Այսքանը։ Արփինե Դավոյան։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան, շնորհակալություն զեկույցի համար։ Մենք հանձնաժողովում էլ էինք մանրամասն քննարկել եւ ձեզ բազմաթիվ հարցեր էինք տվել։ Հիմա մեկ ուրիշ հարց եմ ուզում ձեզ տալ։ Իմ հիշելով 2024 թվականի հունվարի 1-ից էր, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական ծառայությունը անցավ, այսպես ասած, միավորվեց քննչական կոմիտեին եւ այնտեղի նրա վերահսկողության տակ անցավ եւ անցել է շուրջ 1 տարի։ Ես ուզում եմ հասկանալ ձեր գնահատականը, արդյոք դուք համարում եք, որ մենք ստացել ենք ակնկալվող արդյունքները այս տեղափոխությունից, թե աշխատանքների հետ կապված դուք գոհ եք, թե դժգոհ, ինչ դուք այս հարցին ավելի լավ կարող եք պատասխանել, որովհետև դուք եք ղեկավարում ազգային անվտանգության ծառայության քննչականը եւ դուք շատ լավ գիտեք ձեր աշխատանքները եւ մենք բազմիցս քննարկումներ ենք ունեցել, հաստատ շատ արդյունավետ էր աշխատում ազգային անվտանգության ծառայությունում քննչականը եւ այս տեղափոխությունը ուզում եմ հասկանալ ձեր գնահատմամբ, որքանով որ կարողացել եք գնահատել, արդյոք բավարար է, թե բավարար չէ։ Շնորհակալություն Տիկին Դավոյան, անկեղծ պետք է լինեմ, հարցին մոտենամ երկու տեսանկյունից, քանի որ ըստ էության ես նաև քննչական դեպարտամենտի ղեկավարն եմ հանդիսացել 2022 թվականներին, երբ որ քննչական դեպարտամենտը ազգային անվտանգության ծառայության ներքո էր գործում, օպերատիվ
ստորաբաժանումների եւ քննչական մարմինների աշխատանքը ավելի սերտ եւ ավելի արագ օպերատիվ ձևով գործում էին եւ այնտեղ քրեական վարույթների հենց այդ արդյունավետությունը արագ ընթացք լուծել եւ այդ օպերատիվությունը հիմնականում գալիս էր դրանից եւ իհարկե գայթակղությունը մեծ է ըստ էության որպեսզի ես հիմա ասեմ նաեւ քննչական կոմիտեն կարիք ունի նաեւ օպերատիվ ծառայության, որովհետև իրականում կարիքը կա, բայց ես չեմ ուզում թերագնահատեմ մեր իրավապահ մարմինների հետ մենք սերտ համագործակցությունը հիմա էլ ունենք, այդ համագործակցությունը ապահովում ենք բարձր մակարդակի վրա է գտնվում։ Ես այն կարծիքին եմ, որպես իրավաբան, որ երբ որ քննչական դեպարտամենտը գործում էր ազգային անվտանգության ծառայությունում, ինքը աշխատանքի արդյունավետության տեսանկյունից այդ ժամանակահատվածը, որը նշեցիք, ծանրաբեռնվածություն, կարծում եմ վիճակագրական տվյալները ամեն ինչի մասին է վկայում, դրանք թվեր են, խոսուն թվեր են, ես հիմա հակառակը պնդեմ, դուք էլ ինձ չեք հավատա, բայց նաև այն կարծիքին եմ, որ քննչական ստորաբաժանումները եւ պետք է չլինեն գերատեսչական վերահսկողության ներքո, դա նաև որոշակի խնդիրներ է ունենում, այսինքն այդ գերատեսչական վերահսկողության շրջանակից դուրս կարծում եմ նաև դա էլ իր դրական կողմներն ունի, այսքան տիկին Դավոյան, շնորհակալություն։ Արձագանք։ Շնորհակալություն, ձեր պատասխանը շատ իրավաբանորեն էր, պարոն Պողոսյան, իրականում, եւ ես իմ կարծիքով այս 25 թվականին էլ կարելի է հետևել աշխատանքներին, նորից վերլուծություն անելու համար եւ հասկանալու համար, ես կարծում եմ, որ ավելի խոսուն կլինեն արդյունքները մյուս տարվա զեկույցի ժամանակ, որովհետեւ առավել եւս որ դուք չեք ղեկավարել ծառայությունը կոմիտեն եւ համենայն դեպս այս հաշվետվությունը, այսպես ասած, ձեր աշխատանքի մասին չէ եւ ձեր գնահատականները մի քիչ կողքից են, որովհետեւ դուք չեք ղեկավարել եւ շատ աշխատանքների համար, այսպես ասած, պատասխանատվությունը միևնույնն է դուք չեք կրում։ Կարծում եմ նորից կքննարկենք մյուս տարի եւ ավելի հետաքրքիր արդյունքներ կունենանք։ Ես վստահ եմ, շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Դավոյան, շնորհակալություն։ Ես նաև չեմ ուզում պատասխանատվությունից ինքս ինձ պատասխանատվությունից ազատեմ, որովհետև դուք գիտեք, որ նաև ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետի պաշտոնից ես զբաղեցրել եմ նաև գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը իր գործառույթներով հանդերձ, իհարկե քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում այլ պատասխանատվությունը եւ ինքս վստահ եմ եւ հույս ունեմ, որ հաջորդ այս ժամանակ հանդիպման ժամանակ այն հարցերը, որոնք որ հնչեցրեցին մեր հարգելի падգամավորների կողմից եւ որոնցով որ ըստ էության հանրությունը մեզանից ակնկալիքներ ունի, այդ հարցերի պատասխանները կստանանք։ Շնորհակալություն Տիկին Դավոյան։ Մարինա Ղազարյան։ Պարոն Պողոսյան, վերջերս ավելի ճշգրիտ ապրիլի 18-ին Սյունիքի մարզում տեղի ունեցել խորհրդակցություն, որտեղ դուք արտահայտվել եք, որ պետք է ավելի ակտիվացնել պայքարն ապօրինի ծառայությունների, որսագողության եւ ընդերքի օգտագործման դեմ պայքարում։ Իհարկե ձեր կայքում կան տեղեկություններ այդ խորհրդակցության մասին, օգտվելով առիթից ուզում եմ, որ հանրությունն էլ լսի, միշտ չէ որ իրենք մտնում են կայք եւ կարդում են, ինչ մեխանիզմներ եք դուք օգտագործում պայքարելու այդ երևույթների դեմ եւ կխնդրեի ներկայացնեք թե ինչպիսի իրավիճակի Սյունիքի մարզում։ Երկրորդ հարցս կտամ հետո։ Շնորհակալություն հարցի համար։ Ես նշեմ, որ խորհրդակցությունների ժամանակ, երբ որ կոնկրետ խնդիրներ է բարձրաձայնվում եւ կոնկրետ հանձնարարականներ է տրվում, դրանք կոնկրետ հետևանքներ են ունենում, ուղղակի հաղորդագրության տեքստեր չեն դրանք։ Դրանից անմիջապես հետո վարույթներ, հսկայական թվով վարույթներ տեղափոխվել է իմ մոտ անմիջապես զեկուցվել է, այդ վարույթներով արդեն իսկ արդյունքներ ունենք։ Նաև իմ հանձնարարականով ձևավորվում է խումբ, որը ըստ էության կոնկրետ վարույթներով, ես ուղղակի չեմ ուզում վարույթներով քննարկեմ, վարույթներով ակտիվացում է նախաքննությունը ու ոչ միայն Սյունիքի մարզում, բազմաթիվ մարզերում ունենք վարույթներ, երբ որ օրինակ ապօրինի ծառայությունների վերաբերյալ վարույթով, երբ որ իմ մոտ քննարկվելուց հետո, օրինակ չեմ հիշում, մի քանի տարվա վարույթ էր, անմիջապես հաջորդեցին պաշտոնատար անձանց ձերբակալություններ եւ կալանավորումներ։
հետևանք ունենում է։ Իսկ առանձին մարզերով վիճակագրություն չեն վարում, բայց եթե ձեզ հետաքրքիր է կոնկրետ Սյունիքի մարզով, եթե հարցում անեք, մենք գրավոր կտեղեկացնենք ձեզ։ Նաև ոչ միայն ապօրինի ծառայատումների կամ որսագողության հետ կապված դեպքերով քննարկում տեղի ունեցավ Սյունիքի մարզում, նաև կոնկրետ կոռուպցիոն բնույթի վարույթներով եւ կոնկրետ կոռուպցիոն բնույթի վարույթներ տևական ժամանակ նաև քննվող այդ որոշ վարույթներ տեղափոխվեցին քննչական կոմիտեի կենտրոնական ստորաբաժանումները, առաջիկայում դրանցով էլ արդյունք կունենանք։ Շնորհակալություն։ Արձագանք։ Շնորհակալ եմ պատասխանի համար եւ եւս երկրորդ հարցը կան արդյոք գործեր ապօրինի գույքի հետ կապված Սյունիքի մարզում։ Շնորհակալություն հարցի համար։ Ապօրինի գույքի ի նկատի ունեք ոչ թե ապօրին ծագում ունեցող գույքի բռնագանձման այս վարույթի շրջանակներն, որովհետև դա մեր մասով չի, բայց կոռուպցիոն բնույթի վարույթներ ունենք նախկին պաշտոնատար անձանց հետ կապված եւ հենց այդ ես դա հենց ի նկատի ունեի կոնկրետ պետական սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերի գույքի յուրացման եւ կամ մասնավորեցման հետ կապված եւ կարամ դաժե չէ լավ չեմ ասի որ գույքի վերաբերյալ էր հետագայում երբ որ կարգավիճակ ունեցող անձ ունենանք այդ ժամանակ հրապարակում կտանք շնորհակալություն Լիլիթ Գալստյան Պարոն Պողոսյան, ձեզ երկու հարց ունեմ։ Առաջին հարցը վերաբերում է ոստիկանության բարևարկությանը, կոնկրետ այս պարագայում պիտի օգտագործեմ անբարևարկությանը, նրանց կողմից դրսևորած բռնություններին, խոշտանգումներին, ինչպես նաև ուժի անհամաչափ գործադրմանը, մասնավորապես ոստիկանական այն ստորաբաժանման մասին է, որը հանրության մեջ հայտնի է որպես կարմիր բերետավորներ, այսինքն մի ստորաբաժանում, որը հիմնականում սպասարկում է զանգվածային միջոցառումները։ 2024 թվականի մայիս-հունիս ամիսներին հավաքների ընթացքում հատկապես տեղ են գտել օնլայն ռեժիմում ուժի անհամաչափ գործադրման, խոշտանգումների, բռնությունների, ուղղակի անթույլատրելի այսպես մի ալիք է եղել եւ հատկապես նրանց կողմից Դեմիրճան Բաղրամյան խաչմերուկում լուսաձայնային ուրեմն լուսաձայնային այդ նռնակների օգտագործումը արձանագրվել է անգամ միջազգային կազմակերպությունների կողմից։ Հարցս այսպիսին է, թե ինչ քննչական գործողություններ են կատարվել եւ քանի ոստիկանի է մեղադրանք առաջադրվել եւ հատկապես կա արդյոք պատասխանատվության ենթարկված որևէ ոստիկան հունիսի 12-ի հավաքի ընթացքում ուժի անհամաչափ գործադրման լուսաձայնային նռնակներ օգտագործելու համար։ Իմ չի ուզենամ միայն այս դրվագով ուրեմն կենտրոնանալ այս դրվագի վրա, որովհետեւ ոստիկանների կողմից կոնկրետ այս ստորաբաժանման կողմից խոշտանգումները եղել են այսպես ավանդույթ շարունակական ընդհանուր միջև ազգային ժողովի падգամավորի նկատմամբ բռնությունը падգամավորների նկատմամբ բռնությունը խնդրում եմ այս երկու հարցին պատասխանեք Շնորհակալություն Տիկին Գալստյան մենք ես նշեմ որ մեր վարույթները երբ որ նախաձեռնում է խոշտանգման կամ բռնություն գործադրման պաշտոնական լիազորություններն անցնելու հատկանիշներով այդ երկու հանցակազմով ենք նմանատիպ վարույթները նախաձեռնում Տարբերակում ըստ էության որպես այդպիսին վիճակագրություն անխորտ անգամ էլ ես նշեցի, որ չգիտեմ, դուք նշում եք կոնկրետ ստորաբաժանման կողմից կատարված առերևույթ դեպքերի վերաբերյալ, մենք վիճակագրություն չենք վարում ստորաբաժանումներով, մենք վիճակագրությունը գործերով ենք վարում, այս մասով սա դրա համար, այս մասով ես չեմ կարող ասեմ, օրինակ, չգիտեմ, դուք նշում եք օրինակ կոնկրետ ստորաբաժանման հետ կապված, ես չեմ կարող ասել իրենց կողմից կատարված քանի դեպք ունենք եւ այլն, բայց Խոսքը դուք նշեցիք կոնկրետ օրվա հետ կապված իրադարձությունները, ես նշեմ, որ որքանով որ sense չխախտելով նախաքննության այդ գաղտնիությունը, բայց նշեմ, որ քրեական վարույթը հսկայական ծավալ ունի։ Այնտեղ բազմաթիվ փորձակնություններ ենք նշանակել եւ այդ փորձակնություններ բազմաթիվ անձանց տասնյակ 100-ից ավել մարդ երևի այս հարցաքննել ենք բազմաթիվ գործողություններ փորձակնություններ ունենք նշանակված որ փորձակնությունների արդյունքներին ենք սպասում անհատականացրել ենք եւ տեսագրություններով յուրաքանչյուրի գործողությունները եւ այլն դժողներ ունենք ճանաչված ովքեր որ ներգրաված են այդ քրեական վարույթին սպասում ենք եզրակացություններին հիմա ասենց ասեմ այս պահին կարգավիճակ այդ վարույթով կարգավիճակ ունեցող մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չունենք Արձագանք Այո, պարոն Պողոսյան, անկեղծ ասած ձեր պատասխանը ինձ թե զարմացնում է, թե չի զարմացնում նկատի ունենալով այն մշակույթը, ինչի մեջ թաղված է Հայաստանը,
2 օր առաջ խայտարակ ձևի կալանքի ենթարկվեց կամ բերման ենթարկվեց Միկին ընդհանրապես կոռուպցիա բառը օգտագործելու համար, իսկ on-line ռեժիմով ոստիկանական տվյալ ստորաբաժանումը անհատականացված падգամավորի նկատմամբ բռնություն է գործադրում եւ դուք դեռ կոնկրետ մեղադրյալ չունեք, ոնց է այդպես լինում եւ երկրորդ կարևոր դրվագը, որը միջազգային բազմաթիվ կազմակերպությունների պետդեպի կողմից եւ այլն արձանագրվել է, չթույլատրված լուսաձայնային նռնակներ են օգտագործվել։ Հետո ինչ որ առողջապահության նախարարը կամ կառավարությունը հետին թվով փորձեց այն լեգիտիմացնել։ Սա այնքան ակնհայտ է այս հանցագործությունը, այնքան ակնհայտ եւ արձանագրված եւ այս գործերով որևէ մեղադրյալ չկա։ Սա ուղղակի կներեք էլի աչքա կապուցի է եւ այս ամբիոնին չի սազում եւ մեր հանրությանը պետք չի մոլորեցնել։ Այդ ոնց է լինում իշխանությունը սեփական շահը պաշտպանելու համար այսպես նախանձախնդիր սուրը առած ընկել է հասարակության մեջ, բայց կոնկրետ դեմքով իդենտիֆիկացված հանցագործին չի տեսնում։ Չի կարելի էլի վիրավորականը պետությանը հայ մարդուն։ Տիկին Գալստյան, ես ձեր տրված քաղաքական գնահատականներն է, բայց ես նշեմ, որպես այստեղ ինձ լսում են նաև իրավաբաններ, նոր Տիկին Խամբոյանը զարմացավ, թե այդ հանցատեսակներն ինչքան կապ ունեն, ոնց կլի ես ինչ դեպքով, ես որպես իրավաբան նշեմ այդ ձեր նշած դեպքով падգամավորի նկատմամբ տեղի ունեցած դեպքին ա վերաբերվում Տիկին Գալստյան, ուրեմն հետեւյալ հանցակազմի տեսանկյունից ես ասեմ, որպեսզի ինձ լսող իրավաբանները նաև հասկանան։ Էական նշանակություն ունի նախ առաջինը դուք տեղյակ եք, որ ծանոթագիրը ուղարկվել անձը չի ներկայացել հարցաքննության։ Դուք տեղյակ եք, որ դատաբժշկական փորձաքննություն ա նշանակվել падգամավորի հետ կապված։ Անձը ուղարկվել է WhatsApp-ով, անձը հրաժարվել է ներկայանալ դատաբժշկական փորձաքննության։ Հիմա դուք կասեք հաջորդը, կասեք օրինակ, բայց տեսախցիկների արժև հայտնի տեղի դուք չէ, լսեք մինչև վերջ, ես իրավաբան եմ ասում։ Ուրեմն ես մի հատ sense հետաքրքիր ժամանակը սպառվում է, բայց եթե արձագանքեմ հաջորդ է, եթե կարամ արձագանքեմ։ Ավարտեք միտքը, արձագանք չկա, ավարտեք միտքը։ Ավարտեք։ Նկատի եմ շարունակեք միտքը։ Փորձակ որոշ դեպքերում ոչ միայն էական նշանակություն ունի տվյալ վարույթներով դատաբժշկական փորձաքննության, այսինքն մարմնական վնասվածքի արկայությունը, դեպքեր կան նմանատիպ քրեական վարույթներով, երբ որ հնարավոր է մարմնական վնասվածքներ անձի մոտ չլինեն, կարիք լինի դրանով հոգեբանական բռնության տեսանկյունից նշանակվի փորձաքննություն, որպեսզի փորձագետը հանգի հետևության արդյոք, որովհետև հանցակազմը ոչ միայն ֆիզիկական բռնության մասին է խոսքը, այլ նաև հոգեբանական բռնության, այսինքն այնքան նյուանսներ կա, որ դուք մենակ չեք կարող վկայակոչեք ասեք, տեսագրությունները եւ կարգավիճակ ունեցող անձ չկա։ Հիմա թող անձը գա հարցաքննվի, ի՞նչն է խնդիրը, որ չի գալիս հարցաքննվի։ Ախր հարգելի կանայք, ինչի եք անընդհատ տեղից արձագանքում։ Պարոն Պողոսյան, խնդրում եմ չլսել իրենց, որովհետև հատկացված ժամանակն ավարտվել է։ Իրենց ընդհանրապես Տիկին Խամոյանը գրանցված էլ չի։ Էդուարդ Աղաջանյան։ Շնորհակալություն։